կալանավորվելը տեսակ մի իրավիճակ է դարձել, որ ոնց որ թե բոլորը արդեն սկսել են նրան սպասել կամ հարմարվել, բազաչարձակված տղամարդկանց կալանավորման պայմաններն ավելի լավն էին տեսակցությունների իմաստով, քան Լիդիային էր։ Քանիչը չի հարցրել, իսկ տեսակցությունը կարող է հանկարծ կեղծված է, իսկ կարող է տեսակցությունը հանկարծ ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, չի հարցրել։ Քննչականը լավ էլ գիտի, որ տեսակցությունը կեղծ է։ Քարոզչական գործիք է դարձել քննչականը, հստակ ինքը չի։ Ինքն էլ ասել, որ ինքը չի, հետո կհաստատենք նաև, որ ինքը չի։ Եթե օբյեկտիվ դատավորի մակագրվի, մեկ վայրկյան անգամ Արշակ Սրբազանը չի մնա կամակի տակ։ Միևնույնն է, միտինգների ժամանակ էլի գալու են ժողովրդին մահակներով ու չգիտեմ ինչով ու բռունցքներով 4 հոգով 1 հոգուն ծեծելով տանել։ Ցավոք սրտի այս իշխանությունը քանի իշխելու է Հայաստանի Հանրապետությունում, կալանավորումներն ու ոստիկանական ուժերի կողմից բռնություն գործադրելու դեպքերը շարունակվելու են եւ լինելու։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ փաստաբան Արսեն Բաբայանը։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ, որ հրավերն ընդունել եք։ Պարոն Բաբայան, դուք ներկայացնում եք Արշակ Սրբազանի շահերը։ Երբ եք վերջին անգամ տեսել Սրբազանին, ինչպես է։ 3 չէ, առաջին օրը։ Շատ լավ, ամեն ինչ նորմալ է։ Ինչի 3 չէ առաջին օրը, ոչ թե 3, որովհետև 3 այլ գործերով շատ ծանրաբեռնված էի։ Մասնավորապես Գյումրիի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած իրադարձություններով էինք այնտեղ բազմաթիվ կալանավորված անձանցից 2-ի պաշտպանյալներն են, նրանց երկարացման կալանքների երկարացման միջնորդություններն էր քննվում, բարեբախտաբար դատարանները մերժեցին։ Դրա պատճառով էր, որ 3 չտեսա, թե չէ ամեն օր աշխատում եմ գնալ տեսնել։ Ինքը լավ է, ինքը գիտեր, պատրաստ էր այս ամեն ինչին։ Եվ գիտեք, այդ կալանավորվելը տեսակ մի իրավիճակ է դարձել, որ ոնց որ թե բոլորը արդեն սկսել են նրան սպասել կամ հարմարվել, իսկ որ ամենավատն է չվախենալ։ Ինչի ամենավատը, որովհետև եթե պետությունը իր հիմնական գործիքը, որով պիտի զսպի հանցագործությունները, պիտի կարողանա կանխարգելել, այդ գործիքը այն աստիճանի է փչացրել, որ դրանից այլևս ոչ մեկ չի վախենում, այդտեղ արդեն պետության իրավական անվտանգության իրավական համակարգի խնդիրներ են առաջ գալիս։ Այսինքն մարդկանց մոտ ավելի շատ վախ է ձևավորվել դեպի փորձ է արվում վախեցնել։ Բնականաբար որոշ մարդիկ կվախենան, այնպես չի, որ բոլորը անվախ են կամ չգիտեմ, կամ որոշ մարդկանց հարազատներ կվախենան, վախենալ այն իմաստով, որ դե իրականում ոչ մեկին էլ հաճելի չի գտնվել գերակատարական հիմնարկում, մեկուսացված, բոլորից կտրված, առավել ևս մարդկանց հարազատներին հաճելի չի այդ ամեն ինչը, իրենց հարազատներին չունենալ իրենց կողքին, տեսնել գերակատարական հիմնարկներում, որոշակի առումով սա գուցե եւ որոշակի ազդեցություն ունենա սովորական, այսպես ասած, շակերտներում սովորական մարդկանց շուրջ, բայց մարդիկ, որոնք մտել են այս պայքարի մեջ, մարդիկ, որոնք դեմ են դուրս եկել այս իշխանությանը եւ չեն վախեցել ու չեն վախենում հրապարակային իրենց խոսքը հնչեցնել, նրանք առնվազն պատրաստ են եւ նրանց վախեցնել կալանավորումներով գտնում են, որ հնարավոր չի։ Կամ փորձն է այդպես ցույց տվել արդեն, որովհետեւ չեն կարող նշել մի դեպք կամ գուցե եթե լինի էլ այսպես մի մոռացված դեպք լինի, բայց ըստ էության իմ հիշելով չկա, որ որևէ մեկին կալանավորելուց հետո մենք իր մասին էլ չլսենք կամ ձայնը կտրի կամ դառնա իշխանական։ Կարող են լինել որոշ մարդիկ, որոնք դարձել են իշխանական պատճառները չեն գտնում ու պատճառներից մեկը հենց այնա, որ ասել են խելոք մնա թե չէ կկալանավորենք, դրա համար դարձել է իշխանական, բայց չունենք այդպիսի տվյալ, բայց որ կալանավորված լինեն եւ դրա հետևանքով օրինակ լրի կամ հետ կանգնի իր գաղափարներից, ես չգիտեմ այդպիսի մարդ։ Հակառակ ում կալանավորում են, էլ ավելի է ակտիվանում, էլ ավելի է սկսում հետևողականորեն իր քննադատությունները։ Վերջի թարմ դեպքը Լիդիա Մանթաշյանի դեպքն էր։ Հա, դե Լիդիայի դեպքը ընդհանրապես սարսափելի էր այն իմաստով, որ թողնում ես խոսում են կանանց կալանավորումը պետք է լինի բացառիկ կամ ընդհանրապես պետք է չլինի, բայց տղամարդիկ ազատ էին արձակվել եւ ազատ չարձակված տղամարդկանց կալանավորման պայմաններն ավելի լավն էին տեսակցությունների իմաստով, քան Լիդիային էր։ Լավ ինչ էր արել Լիդիան, ոչ կազմակերպիչ էր, որպես մեղսագրվում, ոչ չգիտեմ ինչ էր անում։ Երևի անձնական վրեժխնդրության հարց կար։ Ամեն դեպքում հիմա ինչ Լիդիան ոչ վախեցավ այդ ամեն ինչից։ Դե տեսանյութ էր հրապարակել, տեսեք ահաբեկիչը քայլում է կառավարության շենքի մոտով, քաղաքով։ Բախտներս վերես նորից չկալանավորեցին։
կամ էլ չվերեց։ Արշակ Սրբազանի իրավիճակը, հա, մի հատ այսպես որ հակիրճ հասկանանք։ Հանրույթ նետվեցին տեսանյութեր, մեկը կամ երկուսը ինտիմ բնույթի, մեկ Արշակ Սրբազանը եկեղեցու բակում հարվածում է ինչ-որ քաղաքացու։ Կարելի է ասել, որ այս տեսանյութերի սպասելիք արձագանքը չստացվեց, այսինքն այն, ինչ սպասում էին, չեղավ, դրա համար հանրույթ նետվեց նաև այս թմրանյութերի իրացման մեղադրանքը։ Նախ այդ վերջի տեսագրությանը անդրադառնամ 18 թվականին հարվածելուն։ Ես հետազոտեցի մամուլը եւ տեսա, որ դա 18 թվականին դրա վերաբերել Արշակ Սրբազան ինքը խոսել է լրատվամիջոցներից մեկի հարցմանի պատասխան հայտնել էր, որ այդ տղան իրեն լավ չի պահել, մասնավորապես ավազանի անունով ա դիմել, հետո ասել է թե ինչ եք թմրամիջոց օգտագործելու մեջ ա մեղադրել, ինչն էլ Սրբազանին նյարդերին այսպես ասած տեղի էր տվել եւ մեծ հաշվով այդ բանի մեջ հարցազրույցի մեջ լրատվամիջոցի կար ինչ-որ ափսոսանք կամ հա մոտավորապես այն էր, որ հայրական ապտակ եմ տվել, մի քիչ չեմ կարողացել զսպել ինձ, դա դուրս եմ եկել այդ իրավիճակից։ Այս մասով, այն մյուս տեսագրությունների մասով մենք ի սկզբանե ասել ենք, այսինքն նախ Արշակ Սրբազանը հենց սկզբից ասեց, որ ինքը այդ տեսագրությունների բովանդակության հետ կապ չունի։ Ինչ ենք հասկանում ասելով բովանդակություն, որ այն տեսարանները, որոնք տեղի են ունենում, այդ իրադարձությունները, որ տեղի են ունենում, Արշակ Սրբազանն ասում է, որ ինձ հետ նման բան չի եղել։ Հետևաբար, եթե ես նման բան չեմ արել, ինձ հետ նման բան տեղի չի ունեցել, չի կարող դա լինել ոչ կեղծ, իրական։ Քննչականը դաշտ նետեց մի վարկած, թե իբր փորձագետը հաստատել է, որ տեսագրության մեջ Արշակ Սրբազանն է։ Եվ լրատվականներում շատ ակտիվ շրջանառվեց։ Այո, տեսեք, տեսագրության մեջ կարող է լինել, այսինքն տեսագրության պատկերի մեջ կարող է լինել Արշակ Սրբազան, իսկ ով ասել, որ բացառվում է, որ պատկերի մեջ լինի Արշակ Սրբազանը։ Մենք ասում ենք, տեսագրությունը կեղծ է, տեսագրության բովանդակությունը իրականությանը չի համապատասխանում։ Օրինակ, Արշակ Սրբազանի ասուլիսից հետո այդ ասուլիսի կադրերով մի տեսագրություն ստեղծվեց, որտեղ Արշակ Սրբազանը նստած այդ բանի մոտ, հա, ասուլիսի սեղանի մոտ, ուղի էր խմում ու դհոլ էր նվագում։ Հիմա եթե այդ փորձակնություն իրականացվի այդ տեսագրության եւ հարց տրվի քննիչի կողմից, այս տեսագրության մեջ մարդու պատկերը եւ Արշակ Սրբազանի, ընդհանրենք, ինտերնետից վերցրած մեկ այլ նմուշ նկար, արդյոք նույն մարդն է, թե չէ, պարզավոր պիտի ասի նույնը։ Ես էլ լինեմ կասեմ նույնը, ով է լինի կասի նույնը եւ դրա համար գուցե շատ այսպես մասնագիտական որևէ բան էլ պետք չի, առանձին հատուկ գիտելիքներ էլ պետք չի։ Քննիչը չի հարցրել, իսկ տեսագրությունը կարող է հանկարծ կեղծված է, իսկ կարող է տեսագրությունը հանկարծ ստեղծվել է արհեստական բանականության միջոցով, չի հարցրել։ Ընդհանրապես հարցրել է տեսագրության մեջ երևացող տղամարդը արդյոք Արշակ Սրբազանն է, թե չէ։ Փորձագետն էլ համադրելով, համեմատական վերլուծելով քթի, ճակատի, մազերի եւ ակնոցների մեջ նմանություն տեսնելով, ակնոցների մեջ ընդ որում նմանություն չէ։ Պարզապես արձանագրելով, որ եւ տեսագրության մեջ պատկերված անձը եւ ինտերնետից հանված այդ նկարի, հա, Արշակ Սրբազանի լուսանկարում առկա անձը կրում են նաեւ ակնոցներ եւ այս մի քանի նմանությունները փորձագետին վերել են ենթադրյալ համոզման, որ հնարավոր է եզրակացնել, որ այս անձիկ նույնն են։ Առաջին հայացքով, այո, նման են, նույն են, դուք նաև նկար եք, չի արել, հենց ձեր դեմքով նույն ռակուրսից։ Եկեք երկու նկարը ցույց տանք ցանկացած մեկին, բոլորը կտեսնեն այդ նմանությունները։ Ավելին, բոլորը կպնդեն, որ նույն մարդու մասին է խոսքը։ Բովանդակությունը տեսագրության։ Մենք երբեք չենք ասել, որ գիտեք, Արշակ Սրբազանը գանգրահեր մի երիտասարդ պատանի է, իսկ այդ տեսագրության մեջ տեսեք ինչ որ մի այսպես թրաշով, ճաղատ, ինչ որ մի մարդ է։ Չենք ասել տենց ուզում եմ ասի անճոռնի մարդ։ Չենք ասել այդպիսի բան։ Կամ ինքը Արշակ Սրբազանը չի ասել։ Հետևաբար ես այստեղից կարող եմ պնդում անել, որ քննչականը լավ էլ գիտի, որ այդ տեսագրությունը կեղծ է։ Հակառակ դեպքում փորձագետին այդ հարցը կտար գոնե հարցերի մեջ։ Իսկ ես ասեմ ավելին, ես այլևս պնդում եմ, որ տեսագրությունը կեղծ է եւ ստեղծված է արհեստական բանականության միջոցով, որի վերաբերյալ շուտով հանդես կգանք հայտարարությամբ։ Քննչական կոմիտեն ինչ գործառույթ պետք է իրականացնի։ Այս գործով Ընդհանրապես, քննչական կոմիտեն, մենք հիմա ինչ ձևով ենք տեսնում քննչական կոմիտեին։ Դե քննչական կոմիտեն շատ կարևոր առաքելություն ունի մեր պետության մեջ, մեր իրավապահ համակարգում։ Հանցագործությունների բացահայտման հիմնական բեռը հենց քննչական կոմիտեի ուսերին է, եւ նա փոխարենը այսպիսի դեղին մամուլին բնորոշ գործողություններ իրականացնելուց պիտի հանցագործությունների դեպքերը բացահայտի, հանցագործներին բացահայտի։ Իսկ ինչ են անում,
Օրինակ հենց այս նույն Արշակ Սրբազանի վերագրվող տեսագրության գործով Արշակ Սրբազանը փաստացի տուժողի կարգավիճակ ունի, որովհետև քննությունը իրականացվում է այն ուղղությամբ, թե իբր ինչ որ մարդիկ գաղտնի նկարահանել են Արշակ Սրբազանին, դրանով իսկ խախտել են նրա անձնական կամ ընտանեկան անձեռնամխելիությունը, այսինքն իր իրավունքն են խախտել։ Բայց ամբողջ քննության ուղղությունը դեպի տեսագրությունն իսկ հաստատված է տեսագրությունում Արշակ Սրբազանն է այս իրականությանը չհամապատասխանող միֆերը, այսպես ասած, հանրության մոտ ձևավորելն է, այսինքն քարոզչական գործիք է դարձել քննչականը։ Հաջողեց դա ձեր կարծիքով։ Բնականաբար ոչ, որ հաջողեր այս երկրորդ հեքիաթը չէին հնարի Արշակ Սրբազանի հետ կապված։ Տեսան, որ չեն կարողանում, հանրությունը նախ չի հավատում, եւ երկրորդը, գիտեք, իսկ հանրության ընդհանրապես հետաքրքիր է, թե ով ինչ է անում, անկողնում կամ չգիտեմ ինչ։ Նորից եմ ասում, որպեսզի քաղաքացիական պայմանագրի կարգառունները չպնդեն, թե ես հաստատում եմ, ինքը չի, հաստատ ինքը չի։ Ինքն էլ ասել, որ ինքը չի, հետո կհաստատենք նաև, որ ինքը չի։ Բայց ենթադրենք մի բան, թե այդպիսի հանգամանք կա։ Իսկ ինչ հանրությանը արդյոք այդ հանգամանքը այնպես պիտի տանջի, որ օրինակ ինքը որոշակի եզրակացություններ անի եկեղեցու հետ կապված։ Չէ, կարծում եմ չէ։ Եվ իրենք էլ տեսան, որ չէ, եւ դրա համար հնարեցին այս երկրորդ պատմությունը, հեքիաթը, իսկ դա հեքիաթ է, որի պատճառով էլ հիմա կալանքի տակ Արշակ Սրբազան։ Նորից երկարացվի, հա, նույն սխեմայով, նորից 2 ամիս կալանավորում։ Դե հիմա այս պայն դեռ 2 ամիսը չի լրացել, մենք երկուշաբթի օրը արդեն բողոքը ներկայացրեցինք վերաքննիչ քրեական դատարանում, մոտ 15 օրվա ընթացքում, 15-ից 20 օրվա ընթացքում մենք ունենանք արդեն վերաքննիչի պատասխանը, անկեղծ եթե լինեմ շատ հույսեր չունեմ, որովհետև ցավոք սրտի մենք այս գործով եւ բազմաթիվ այլ քաղաքական հետապնդումներով տեսել ենք, որ իրավաբանությունը զիջել է իր դիրքերը կամ իրավունք ընդհանրապես իրավաբանություն վաղուց այսպիսի գործերով գոյություն չունի։ Մենք գնում ենք դատարանում, իրավաբանություն ենք փորձում անել, բայց հասկանում ենք շատ լավ, որ դա որևէ արդյունք, մանավանդ եթե դատավորը վաղօրոք կանխորոշված Մասիս Մելքոնյանն է, իրավաբանությունը դառնում է անիմաստ։ Նաև դրանից հետևություն, որ հիմա այս վերաքննիչն էլ չի լինելու օբյեկտիվ գոնե օբյեկտիվ դատավորի չի մակագրվելու։ Եթե օբյեկտիվ դատավորի մակագրվի, 1 վայրկյան անգամ Արշակ Սրբազանը չի մնա կալանքի տակ։ Գիտեք ինչի։ Որովհետև այն հանցագործությունը, որ վերագրվում է քննչականի կողմից Արշակ Սրբազանին եւ այդ հանցագործության կատարման գործողությունները, որ նկարագրված են մեղադրական քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ, հենց այդ հետապնդում հարուցելու որոշման մեջ նկարագրված արարքները, եթե իրականում օբյեկտիվ իրականության մեջ Արշակ Սրբազանը կատարած լինի, այդտեղ չկա հանցագործություն կամ գոնե չկա թմրամիջոցների իրացում, թմրամիջոցների շրջանառություն իրացման նպատակով հանցակազմը։ Չկա այդպիսի բան։ Եթե կուզեք բարձ բացատրեմ ինչի չկա, շատ կարճ հասկանալի, հա։ Թմրամիջոցների շրջանառությունը իրացման նպատակով այս հանցակազմը նախ նշենք, որ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թվին է պատկանում։ Այդ հանցագործությունը դրա, այսպես ասած, օբյեկտը բնակչության առողջությունն է, բնակչության առողջական իրավիճակն է։ Հիմա ինչ է նշանակում թմրամիջոցների իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այսինքն ցերկ բերել թմրամիջոց, որպեսզի այն վաճառել, նվիրել կամ այլ ճանապարհով տալ մեկ ուրիշին, որպեսզի նա էլ օգտագործի թմրամիջոցը, եւ քանի որ դրա պատճառով բնակչության առողջությունը կդրվի վտանգի տակ, այս արարքը համարվել է հանցագործություն։ Հիմա Արշակ Սրբազանին մեղադրում են նրանում, թե իբր նա հանձնարարել է ինչ որ մեկին, որպեսզի թմրամիջոցը տանի տեղադրի այդ ակցիայի մասնակիցներից մեկի ուսապարկի մեջ, որի նպատակը պիտի լինի այդ ակցիայի մասնակիցներին վարկաբեկելը։ Իրացում չկա։ Իհարկե, իրացման նպատակ գոյություն չունի։ Չի, այսինքն որևէ ստացող կամ ակնկալող, որ այդ թմրամիջոցը իրեն կհասնի, որը ինքը կվաճառի կամ կօգտագործի ինչ էլ որ կանի, բայց այն կողմը ստացողը չկա։ Եթե անգամ մի բան ենթադրենք, թե հնարավոր է դեպք, որ օրինակ մեկը չիմանա, այտենց զորով բերեն տան, ասեն, էս լավ բան է, հյուրասիրեն կամ համոզեն, լավ բան է, արի օգտագործի, բայց այնուամենայնիվ, անգամ այդ դեպքում թմրամիջոցի դերը, նշանակությունը պիտի վերջնական արդյունքում իր իմաստը չկորցնի։ Բայց այստեղ ըստ իրենց նկարագրության, եթե միելի եմ ասում, ընդունենք թե Արշակ Սրբազանը դա կատարել է,
Այստեղ թմրամիջոցը ընդհանրապես եղել է հակարդ։ Թմրամիջոցի իրական բնորոշումները կամ թմրամիջոցի իրական նպատակը գործի չի դրվել։ Հիմա ինչ, եթե օրինակ այնտեղ ապօրինի, չգիտեմ, զենք դրվեր, հո զենք վաճառելու հոդվածով չէին դատելու մարդուն։ Այս абսուրդում ենք ու եթե վերակննչում իսկապես լինի քիչ թե շատ օբյեկտիվ դատավոր, մեկ վայրկյան անգամ չի փայի կալանքի տակ Արշակ Սրբազանին, անմիջապես ազատ կարծրակի։ Դուք ցանկանում եք նաև եվրոպական դատարան դիմել։ Բնականաբար, եթե մենք տեսնում ենք, որ չկա այստեղ իրավաբանություն, իրավունքի պաշտպանություն, ստիպված ենք եւ պարտավոր ենք դիմել նաև եվրոպական դատարանի օգնությանը։ Մասնավորապես հնարավորինս արագ գործողություններ իրականացնելու համար, միջամտություններ իրականացնելու համար։ Արշակ Սրբազանը հիմա Բագրատ Սրբազանի հետ նույն խցում է գտնվում։ Այո, նաև Միքայել Սրբազանի հետ, ուղղակի Միքայել Սրբազանը, որքան տեղեկացանք, տեղափոխվել է արդեն վիրահատության նպատակով բժշկական կենտրոն։ Մամուլում տեղեկություն հայտնվեց, որ դա միտումնավոր է արված, որպեսզի այնտեղ էլ գաղտնալսեն սրբազաններին։ Այդպես էլ կա, հատկապես 18 արդարների գործով, որքանով որ տեղյակ եմ, կա այդ գաղտնալսումներից մի դրվագ, որ հենց խցում գաղտնալսում են իրականացրել, այդպիսի դրվագ կա։ Հետևաբար պարզավոր դրա համար էլ տարել են։ Բայց դա ինչ որ արդյունք կարող է տալ, չգիտեն իրենք հենց որ այդտեղ գաղտնալսող Դուք որ նայում եք 3 սրբազաններին, դրանք տենց անլուրջ մարդու տպավորություն են թողնում։ Այսինքն կամ մեզ որ նայում եք որպես փաստաբաններ, մենք տենց անլուրջ փաստաբանի տպավորություն ենք թողնում։ Μα չենք, ուրեմն չգիտեինք, չէինք հասկանում։ Հենա գաղտնալսել են որևէ հանգամանք չեն կարողացել։ Դա չթանաց չկա էլ որևէ հանգամանք, որ գաղտնալսման ճանապարհով փորձեին ու կարողանային վերհանել։ Բայց գոնե իրանք էլ պիտի հասկանան, որ մենք էլ ենք հասկանում, մենք էլ ենք պատկերացնում, թե որ ինչի համար է արվում։ Կարող ենք ասել, որ Հայաստանում կալանքը դարձել է պատժի ձև։ Երբևէ այս չափերի, այս մասշտաբների ձերբակալություններ, կալանավորումներ եղել են, որ ամեն մի արարք կամ ենթադրելի արարք, որը չի էլ ապացուցվել, միանգամից դատապարտում է կալանքով։ Կալանքը քաղաքական հատկապես գործերով միանշանակ եւ պատժիչ բնույթ ունի, նպատակ ունի եւ ապօրինի ճանապարհով ապօրինի նպատակները կորզելու մեթոդ է, օրինակ մի դեպքում ցուցմունք կորզելու մեթոդ, մյուս դեպքում իր որոշակի գործողություններից հրաժարվելու հանրային, ենթադրենք խոսքից հրաժարվելու կամ դիրքորոշում փոխելու, այո, կալանքը կիրառվում է հանցավորաբար, այսինքն որովհետև եթե դու կալանք օգտագործում ես եւ պատժիչ նպատակով եւ այնիմ թվարկած նպատակներով, ապա դա հանցավոր նպատակ է, հանցագործություն է մեծաշով։ Այո, նույնիսկ իրենք են փաստում Հովիկ Աղազարյանի շուրթերով, որ կալանքը Հայաստանի Հանրապետությունում օգտագործվում է որպես միանգամայն այլ նպատակով։ Եվ դրա վառապացույցն օրինակ բազմաթիվ այլ գործերով, երբ որ հապաղում են կալանքի միջնորդություններ նկարացնել, ոչ բան գործերով, հա, այնպիսի գործերով, որտեղ որ ընդդիմադիր գործիչներ չեն ենթադրյալ կասկածյալները, մեղադրյալները, որտեղ որ իրենց հետ առնչություն ունեն մարդիկ, կամ չեն ներկայացնում, կամ ներկայացնելուց հետևողականություն չկա, որ ընկնի կոնկրետ Մասիս Մելքոնյանի մոտ։ Դու ակնհայտ մենք բոլորս տեսնում ենք։ Նաև շատ արագ է, չէ՞ լինում, մյուս գործերի դեպքում տարիներ է տևում։ Մեկը վերցնենք Ազատանի 15 զինվորների մահվան դեպքը, մինչև հիմա ոչ մի առաջընթաց չկա, բայց այս հոգևորականների գործերը շատ արագ մեկ ամսում, նույնիսկ մեկ քանի ամսում։ Հոգևորականներից մենք միայն Միքայել Սրբազանի գործը կարող ենք մատնանշել շատ արագ տեղի ունեցած։ 18 արդարների գործը չի կարող լինել արագ, որովհետև նախ ծավալը բավականին մեծ է, մեղադրյալները շատ են, վեկաները բավականին շատ են։ Արշակ Սրբազանի գործը ենթադրաբար պիտի որ արագ լինի, որովհետև էլ հստատ անելիք չունեն։ Մինչև հիմա էլ ինչ որ արել են բանի պետք չի։ Մնացած առումով այ կալանքի մեղադրանք առաջադրել, ձերբակալել, կալանավորել այդ արագությունը որևէ այլ դեպքում չենք տեսնի։ Որևէ դեպքում չենք տեսնի։ Օրինակ ես ուղիղ 3 օր առաջ հաղորդում եմ ուղարկել հանցագործության մասին, ինձ հետ կապված մի դեպք կա, խարդախության դեպք կա, որը կապ չունի ես քաղաքականության, այս ամեն ինչի, դա հաստաբանի առօրյա գործունեության ընթացքում իմ անունը օգտագործելով խարդախություն է կատարվել։ Ուղարկել եմ մինչև հիմա ոչ մի արձագանք չունեմ։ Չէ, վստահ եմ, որ կնախաձեռնեն վարույթ, վստահ եմ, որ արդյունավետ քննություններ կարող են իրականացնել,
բայց հապաղման պատճառը ո՞րն է։ Ուրիշ դեպքում, որ մարդիկ քաղաքական դեպքերում մարդիկ ընդհանրապես ոչինչ չեն արել, որևէ առնչություն չունեն, հապշտապ կատարում են գործողություններ, այդ հապշտապությունը հիմնավորելով, թե այ հանկարծ թարմ հետքերը կվերացնի, կխոչընդոտի, չգիտեմ, ապացույցներ կթաքցնի, այս դեպքում ինչ գիտենք, որ արդեն իմ նշած դեպքում շատ մեծ հնարավորություն ուներ խարդախություն, ենթադրյալ խարդախություն կատարողը այդ հետքերը վերացնելու, գնալ վկաներին համոզելու, բայց չեն անում ոչ մի։ Դե ուրիշ էլ գործեր կան ավելի կարևոր։ Իհարկե, շատ ավելի կարևոր գործեր կան, բա Աշակ Սրբազանի վերաբերյալ գործը հնարելը, կարելը թողածո չեն իրականացնելու հանցավորության դեմ պայքար դե չեն հասցնում։ Օբյեկտիվ է երևի պատճառները, չեն հասցնում մարդիկ, չես կարա չէ մեղադրես։ Շատ են քաղաքական գործերը։ Դա էր պատճառը, որ օրինակ ես Փարաքարի դեպքում իշխանությանը ուղիղ մեղադրում էի կամ մեղքի բաժին եմ տեսնում Փարաքարի համայնքապետի սպանության դեպքում։ Ես ոչ չեմ ասում, թե կամ չեմ պնդում, թե իշխանությունը պատվիրեց գնացին սպանեցին։ Չէ, ես ասում եմ, որ այնքան եք զբաղված անհեթեթ ոչինչ չտվող կամ գոնե պետությանը ոչինչ չտվող, իշխանությանը տվող անհեթեթ գործերով, գլխի մարդկանց սարքելով քաղաքական առնչություն ունեցող մարդկանց, որ չեք հասցնում հանցավորության դեմ պայքարեք, որ ձեր քթի տակ ձևավորվում է օրինակ ձեր իրենց վարկածով վերեշխնդրություն, վենդետա, զենքակիրառ գործի դրվում, մարդը գնացել էր պարապել էր զենքով ինչ որ չէ, այդպիսի դրվագներ կար, չեք կարողանում տեսնել։ Եվ որտեղից տեսնեք, եթե ամբողջ օրը զբաղված եք ամենատարբեր հոգեվորականների գլխին պատմություններ սարքելով։ Չի կանխվել այսինքն ի սկզբանե։ Իհարկե կարող է չի կանխվել։ Լավ գիտեր, չէ դրանից առաջ դեպքեր չի եղել։ Օպերատիվ ծառայողները պետք է չի անեն։ Իսկ օպերատիվ ծառայողները ինչով են զբաղված։ Հանրահավաքների ժամանակ տեսագրություններից մարդկանց նույնականացնելով այդ մարդկանց անմիջապես ձերբակալելով։ Այդ մարդիկ զբաղված են շատ օբյեկտիվորեն այդ պատճառները, որ չեն կարողանում, ու զբաղված են մարդիկ։ Այսինքն այնքան շատ անելիք կա, որ ոստիկանության գվարդիան էլ ստեղծվեց, որը հիմնականում շատ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի է, որը պետք է հստակ գործողություններ կատարի։ Գվարդիան իրականում ընդհանրապես անվանափոխություն եղավ, գուցե ստորաբաժանումների տեղափոխություններ բան, բայց այդպես ինչ որ մի լուրջ աշխարհացում տեղի չունեցել։ Ընդհանրապես ոստիկանության զորքերը դարձրել են գվարդիա, այսինքն ոստիկանության այն ուժ կիրառողները, այն ոչ մտավոր, այսպես ասած, աշխատանք իրականացնողների ստորաբաժանումները միավորել են, դարձրել են գվարդիա։ Ոչ մի առանձնապես բան տեղի չի ունեցել։ Կառավարման իմաստով կարող է իրենց ավելի հարմարել, որովհետև եթե այս դեպքում մի ծառայության պետի համար ավելի հեշտ կլինի, ընդհանրենք մեկ հոգու կողմից կառավարել, չգիտեմ, այսպիսի բաներ։ Թե չէ մեծ հաշվով որևէ այնպիսի ինչ-որ մի լուրջ բան, նոր մեքենաներ են գնել, նոր ձևավորում են իրականացել մեքենաների համար, ոնց որ թե համազգեստն են փոխել, ուրիշ այդպես բովանդակային որևէ բան չի փոխվել։ Միևնույնն է միտինգների ժամանակ էլի գալու են ժողովրդին մահակներով, չգիտեմ ինչով ու բռունցքներով 4 հոգով 1 հոգուն ծեծելով տանել։ Մարդիկ էլ նույնն են։ Այդ ոստիկաններն էլ չեն փոխվել։ Չէ՞ ուրիշ տեղից ոստիկաններ չենք ներմուծել, չէ՞։ Այդ նույն զորքերի գույնզգույն բերետներով տղաները հիմա մի համազգեստ են գրում։ Ուրիշ բան չի փոխվել այդտեղ։ Ֆորմալն է փոխվել, ֆորման, բայց գործողությունները նույնն է նպատակը։ Պարոն Բաբայան, ձեր կարծիքով կալանավորումների այս շղթան մինչև երբ է շարունակվելու։ Օրինակ քրեակատարողական ծառայության պետը ասում է, մենք ունենք մոտ 4000 հոգու պահելու հնարավորություն։ Այս բոլոր խցերը պետք է լցվեն։ Եթե լցվեն, կշատացնեն, նոր հիմնարկներ, քրեակատարողական հիմնարկներ կսարքեն։ Ես չգիտեմ հիմա կալանավորված անձանց քանակը որքան է եւ ըստ նրա 2845 2000-ը կարող են պահել։ Դե շատ լավ, ինչ ասեմ, շնորհավորում եմ իրենց, որ հանգիստ լինենք, մենք բոլորս տեղ կունենանք անպայման քրեակատարողական հիմնարկներում, որովհետեւ դեռ 2000 տեղ կա։ Հա, ճիշտ եմ հասկանում, այդպես է։ Մոտ է, այդպես ըստ իր։ Ինչքան կշարունակվեն, վստահ եմ, որ քանի դեռ այս իշխանությունն իշխում է Հայաստանի Հանրապետությունում, սա պիտի շարունակվի, սա շարունակվելու է, որովհետեւ իշխանությունը պետությունը կառավարելու ձևը չգիտի եւ դժգոհություններն էլ հանրային լայն արձագանք են ստանում, մարդկանց լայն գնալով ավելի լայն շրջանակներ են հակադրվում իշխանության հետ, հետեւաբար ինչ որ կերպ պետք է լրացվի այդ բողոքը, դա կլինի բռունցքներով, դա կլինի քրեական գործեր կարելով, փանտարկելով, նրանք իրականացնելու են դա։ Ցավոք սրտի այս իշխանությունը քանի իշխելու է Հայաստանի Հանրապետությունում, կալանավորումներն ու
ոստիկանական ուժերի կողմից բռնություն գործադրելու դեպքերը շարունակվելու են եւ լինելու են։ Բայց այս տրամաբանության մեջ հակասությունը շատ ակնհայտ չէ, այս իշխանությունը ձգտում է դեպի Եվրոպա, եվրոպական արժեքներ, իրենք են ասում։ Դուք էլ ասեք ինչ որ մի բան այդպեսի։ Եհո ասելով չի։ Չէ, մեկ ուրիշ կետի վրա եմ ուզում կենտրոնանալ, ձգտում ենք դեպի եվրոպական արժեքներ, ժողովրդավարություն եւ այլն, բայց այնտեղ իրավունքը, իրավապաշտպանությունը, այս բոլոր արժեքները Հայաստանում այժմ խախտվում են։ Հակասությունը շատ ակնհայտ է, օրինակ եվրոպական ուժերի կողմից, Եվրոպայի կողմից ընդհանրապես, ինչու ձեր կարծիքով հենց հիմա սա չի երևում։ Նախ այդ որ ասում են թե եվրոպական արժեքներ, դրանք օրինվածքներ են, հեքիաթներ են, այս իշխանությունը որևէ նպատակ չունի եվրոպական արժեքներին հետևելու կամ ժողովրդավարություն կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու։ Դրանք հեքիաթներ են, դրանք ուղղակի խոսքեր են, որ ասում են։ Դրա համար է ասում դուք էլ ասեք։ Ինչի եվրոպական կառույցները ձայն չեն հանում։ Երկու պատճառ կա։ Պատճառներից մեկը, որ գուցե ընդդիմությունը կամ մենք փաստաբաններս եվրոպական կառույցների հետ աշխատելու ճիշտ ձևը չգիտենք։ Ի տարբերություն օրինակ նախկին իշխանությունների ժամանակ, երբ իրավապաշտպանները դա շատ ակտիվորեն անում էին։ Պարզապես խնդիրն այն էր, որ այդ նախկին իրավապաշտպանները ֆինանսավորվում էին նաև այդ եվրոպական կառույցներից, ընդ որում ես վատ իմաստով չեմ ասում, այլ այդպիսի գրանտների եւ այլն դրամաշնորհների միջոցով, եւ նրանք նաև վերապատրաստում էին անցնում եւ գիտեին թե ինչպես է պետք աշխատել եվրոպական կառույցների հետ մարդու իրավունքներով զբաղվող։ Մենք գուցե այդ առումով մի քիչ թերանում ենք, բայց սա հիմնական պատճառը չի եւ սա գլխավոր պատճառը չի։ Իսկ գլխավոր պատճառը իմ համոզմամբ դա աշխարհաքաղաքական իրավիճակն է։ Մասնավորապես մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ոնց որ թե հակառուսական կամ ոնց որ չէ հաստատ հակառուսական որոշակի տրամադրվածություններ ունի։ Եվրոպային գաղտնիք չի, Եվրոպան երբեք չի թաքցրել կամ Ամերիկան երբեք չի թաքցրել, որ Ռուսաստանի հետ ունի լուրջ սուր հարաբերություններ։ Եվ գտնում եմ, որ կարծում եմ, որ ընդ որում սրա մասին ես 19-20 թվականից եմ խոսում, կարծում եմ, որ այս աչք փակելը Եվրոպայի կողմից որոշ առումներով ակնհայտը չտեսնելը կամ տեսածի մասին չարձագանքելը այ հենց իշխանությանը հակառուսական այս գծից շեղվելու նպատակով արվում։ Իշխանությունն էլ օգտվում է այս առիթից, տեսնում է, որ նա էլ չի գնահատում, տեսնում է, որ եվրոպացիները ոնց որ թե եթե ես սենց եմ անում, եվրոպացիները ոնց որ թե աչք են փակում, եւ մի քիչ էլ կուժեղացնեմ, նա էլ մի քիչ կհետաձգեմ, կշարունակեմ այդ տոնը, որովհետեւ ոնց որ թե ստացվում է իմ նպատակին հասնել, որը հաստատ ժողովրդավարական չի եւ հաստատ մարդու իրավունքների պաշտպանության համար չի, այլ դիկտատորական է, միանձնյա իշխանություն ձևավորելու նպատակ ունի։ Օգտվում են առիթից Եվրոպան աշխարհաքաղաքական հարցով Ռուսաստանի դեմ տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված աչքափակում, Հայաստանի Հանրապետության իշխանությունը օգտվում է այդ առիթից, որ Եվրոպան աչքափակել եւ շատ ավելի վատ է իր իշխանությունը իրացնում։ Դուք մոտավոր ունեք ինչ-որ թիվ Հայաստանում քանի քաղբանտարկյալ կա։ 60-ից ավել։ Գիտեք, երբեք չի եղել, որ Հայաստանում օրինակ այդպիսի մի միտք հնչեցվի, որ մարդիկ քաղբանտարկյալների քանակը չի մնում։ Որտեղ դրանք շատ չեն եղել, եթե եղել են։ Իսկ եղել են, կարծում եմ եղել են։ Բայց այդպես չի եղել, որ մարդկանց անուն ազգանունները հնարավոր չլինի հավաքել։ Որովհետև ամենատարբեր տեղերից, ամենատարբեր առիթներով, պատճառներով, ամենատարբեր ուժեր, իրավապահ համակարգի միանգամից բազմաթիվ ձերբակալություններ են իրականացրել։ Իմ տվյալներով կամ մեր ամփոփած տվյալներով, 5 իրավապաշտպանների ամփոփած տվյալներով շուրջ 60 քաղաքական բանտարկյալ կա։ Կամ նրանցից մի մասը բնականաբար այս ընթացքում կարող են ազատ արձակված լինել, քաղաքական հալածյալ կա, այսպես ասած։ Այ օրինակ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ինչ տեղի ունեցավ։ Մեղադրվեցին նախկին հաղորդումներից մի քանիսում ոչ, այսպես ասած, նորմատիվ բառապաշար օգտագործելու հետևանքով իբր խուլիգանություն կատարելու մեջ։ Այդ մեղադրանքը դա էր։ Քննվեց, ելին ժամանակ էլ կալանավորվեցին, գործը քննվեց, դատարանը որոշեց, որ չէ։ Այս մարդիկ հանցագործություն չեն արել։ Ճիշտ է, դեռ ուժի մեջ չի մտել դատարանի առաջին ացիանի դատական ակտը, բայց կանխավարկածը, որ հանցագործություն չի կատարել, շատ ավելի բարձր է, այս կշեռքին եթե դնենք, ավելի ծանր է այն նժարը, որ հանցագործություն չի այս արարքը։ Եվ ինչի դեպպես, որտեղ ուժի մեջ չի մտել։ Հիմա նույն բանի համար
ընդ որում ավելի քիչ, այսպես, եթե ինչ որ բառեր էլ օգտագործվել է, հաստատ են նախկինից ավելի քիչ, նույն բանի համար, նույն օգնչականը, նույն դատախազը, անձինք կատարողներն էլ են նույնը։ Նորից ձերբակալում կալանավորում են իրականացրել եւ հիմա նորից մեղադրանք են առաջադրել։ Հիմա սա ինչ է, եթե ոչ քաղաքական կոշտ քննադատի նկատմամբ քաղաքական բանտարկություն, քաղաքական ճնշում։ Սա եվրոպական բազմաթիվ կառույցների միջոցով արձանագրված տարբեր բանաձևերով հենց այս գործողությունները տարբեր բանաձևերով արձանագրված քաղաքական հետապնդում է ճանաչված։ Հիմա իրանք պատրաստ են ամեն ինչի, ասում եմ ակնհայտ, լավ ինչ է կալանքի տակ պահել։ Սա որպես խուլիգանություն է, հա։ Հա, ինչպես եւ նախկինում էր։ Հիմա ասում են, որ էլի կկատարեն։ Մենք էլ ասում ենք, բայց նախկինում, երբ որ այդ գործը քննում էր, որի արդյունքում պարզվեց, որ հանցագործություն չի, էլի այդ ռիսկը կար, դատարանը տեսել էր, որ կարող է նորից անել։ Դատարանը արգելել էր, ասել էր չանեք, եթե անեք կկալանավորվեք, դա աշխատել էր։ Դա աշխատեց, այսինքն մարդիկ տղաները հասկանում են, ասում են, մենք գիտենք, որ մեր արածը հանցագործություն չի, բայց կա այլ տեսակետ։ Իրավապահ մարմինները եւ դատարանը գտնում են, որ դրա մեջ կա հանցագործության հատկանիշներ։ Հիմա ասում պիտի քննենք, հասկանանք, վերջը, հանցագործություններ թե չէ։ Եվ որպեսզի խնդիր չառաջանա, այս ընթացքում ինձ արգելել են այդ նույն գործողությունները անեմ, որովհետև հələ պարզ չի հանցագործությունա թե չէ։ Շատ լավ հասկանում եմ, արգելել են չեմ անում։ Չարեցին մինչև վերջ։ Հիմա հարց է առաջանում, չէ՞, բայց հիմա ինչ է կալանավորել։ Այդ կիրառեք նորից վարչական հսկողություն խափանման միջոցը։ Արգելեք օրինակ հաղորդումները վարել, ինչպես եղել է այն ժամանակ։ Բայց ինչ է կալանավորել, պարզ չի ինչ են կալանավորել, որովհետև իրենք կոշտ քննադատությունը սուտ, ընդ որում ասեմ, այս իշխանության կողմից բազմաթիվ բաներ հնչեց, հա, վարկածներ հնչեց, թե տղաները սպառնացել են, սեռական բնույթի հայոյանք են հնչեցել, ուրեմն ոչ սպառնալիք կա եւ առավել եւս չի եղել ու չկա սեռական բնույթի հայոյանք։ Ալեն Սիմոնյանի հաղորդման վրա է։ Այո, մեծ հաշվով, հա, Ալեն Սիմոնյանի հանցագործության մասին հաղորդման վրա, բայց դրա մասին չի խոսք, այլ այն, որ սրանք իրենց բոլոր հնարավոր հրապարակային խոսքում, երբ խոսում են տղերքի մասին, հանրության մոտ սուտ տեղեկություն են տարածում կամ ուզում են հանրության մոտ տպավորություն թողնել, թե տղաները եթերի ընթացքում սեռական բնույթի հայոյանք են հնչեցրել։ Չի եղել նման բան։ Սեռական բնույթի հայոյանքներ տեղի չեն եղել։ Վիրավորական հայոյախառն որոշակի բառապաշար նախկինում եղել էր, որով արդարացվեց։ Այստեղ էլ որոշակի բան կա, հա, քննադատական խոսք կա, կոշտ բառապաշար կա։ Բայց ինչ էր եղել։ Ալեն Սիմոնյանը տղաներին շանտաղա էր ասել, նրանք էլ եթերում նույն շանտաղան այլ բառերով պատասխանել էին։ Հիմա ի՞նչն էր այդտեղ։ Պարզ էր, չէ՞ որովհետև Ալեն Սիմոնյանն էր բողոքը գրել կամ հաղորդումը գրել, պիտի կալանավորվեին, կալանավորվեցին։ Քաղաքական հետապնդումը պոզով, պոչով չի լինում, հենց հենց ալին։ Շնորհակալություն, պարոն Բաբյան։ Ես եմ շնորհակալ։ Եթերում ուղիղ խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։